Հատիսի գագաթին շարունակվում է Քրիստոսի մոնումենտալ արձան համալիրի շինարարությունը։ Շարունակվում է նաև կամավորների ամենօրյա հոսքը դեպի Հատիս։ Այսօր Հատիսում են մարդիկ, ովքեր կամավորագրվել եւ իրենց ցանկությունն են հայտնել մասնակցելու ընթացող աշխատանքներին։ Թե ինչ է կատարվում Հատիսի գագաթին, հետաքրքրում է շատերին, ուստի օրագրի այս հատվածում ներկայացնելու ենք աշխատանքների ընթացիկ փուլը, կամավորների տպավորությունները եւ այն մթնոլորտը, որը տիրում է այստեղ ավելի քան 2500 մետր բարձրության վրա։ Հատիսը կրկին մարդաշատ է։ Այս անգամ շինարարական աշխատանքներին միացել են մարդիկ, ովքեր Քրիստոսի արձանի կայքի միջոցով կամավորագրվել եւ սպասում էին նախաձեռնությանն իրենց ներդրումն ունենալու։ Դեռ ամիսներ առաջ էր նախաձեռնության հեղինակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել, որ նախագծի իրականացմանը կարող է մասնակից դառնալ յուրաքանչյուր ոք, իսկ Քրիստոսի մոնումենտալ արձանի կառուցման գրասենյակը կազմակերպել է կամավորագրման գործընթաց։ Գաղափարով հետաքրքրված անձինք Հայաստանի տարբեր անկյուններից, Արցախի, Սփյուռքի մեր հայրենակիցները ժամանել են Հատիս մասնակից դառնալու Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձան համալիրի շինարարությանը։ Ուզում եմ մի հատ բոլորիդ առաջին հերթին ողջունել պարոն Ծառուկյանի անունից։ Ցավոք այսօր պարոն Ծառուկյանը չկարողացավ մեզ միանալ, բայց կարծում եմ դեռ առիթներ հանդիպելու կլինեն։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ այսօր այստեղ լինելու համար ու նաև այս ամիսների ընթացքում Քրիստոսի արձանի շինարարության գործընթացի նկատմամբ հետաքրքրություն ունենալու համար։ Այսօր ձեզանից յուրաքանչյուրին ընձեռված է պատմական հնարավորություն իր մասնակցությունը ունենալ այս գործընթացին։ Մեկ դույլ շաղախ լցնելու, մեկ քար դնելու, ամեն մեկը ձեր մասով մասնակցություն ունենալու այս գործընթացին, որովհետև իրականում, ինչպես պարոն Ծառուկյանը նշել է իր հրապարակային խոսքում, սա ազգային կառույց է լինելու, որտեղ յուրաքանչյուր հայ իր մասնակցությունը պետք է ունենա։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն ասեմ Արցախի մեր հայրենակիցներին, ովքեր առիթը բաց չեն թողնում միանալ մեզ ու գալ Հատիս։ Առաջիկայում տարիներ հետո հնարավորություն ենք ունենալու հպարտանալու ամբողջ աշխարհում, որ ամենաբարձր արձանը Հիսուս Քրիստոսի ունենք մենք Գագիկ Ծառուկյանի շնորհիվ։ Յուրաքանչյուրն անձնական մղումով էր բարձրացել Հատիս, բայց բոլորին միավորում էր նույն նպատակը՝ նախաձեռնության իրականացմանը փոքր, բայց կարևոր ներդրում ունենալը։ Բերել ենք Արցախից հող, որը Մոխրաթաղ գյուղի հողն է, որտեղ կառուցվել է 19-րդ դարի եկեղեցին։ Մեծ երազանք ենք պահել մենք բոլոր ընտանիքով, որ հաջորդ այսպիսի մեծ եկեղեցու եւ արձանի կառուցում լինի նաեւ Արցախում, հենց մեր գյուղում։ Իրականում մասշտաբները շատ մեծ է, այսպես ինչքան էլ հոլովակներով, նկարներով ցույց տանք, կարծում եմ մինչև վերջ, մինչև չգանք այստեղ չկանգնենք ու չնայենք, մասշտաբները հաստատ չենք պատկերացնի։ Այս հայտարարությունը ու ցանկությունը մեծ էր մասնակցելու, որոշեցի որ դիմեմ ու ես էլ մասնակցեմ արձանի շինարարական աշխատանքներին։ Շատ տպավորված ենք։ Այն ճանապարհը, որը գալիս ենք, հսկայական աշխատանք է կատարված։ Ու եկել ենք տպավորվել ուղղակի կառույցով, այսպես չէինք պատկերացնում։ Շատ ուրախ ենք, որ մեզ այդպես հնարավորություն է ընձեռում, մենք մեր բաժին քարը դնենք այդտեղ։ Ես Գերմանիայից եմ եկել, մեծ գործ են անում այստեղ, շնորհակալ եմ ես։ Ես շատ եմ շնորհակալ, որ
հնարավորություն ունեմ ներկա գտնվելու շինարարության աշխատանքներին։ Տեսարանն էլ ցնցող է, իրոք համահայկական եւ այսպես համաշխարհային գործընթացի սկիզբ է եւ համաքրիստոնեական։ Նախ շատ լավ նախաձեռնություն է, երկրորդն էլ տուրիստների մենակ աճը արդեն մի քանի անգամ շատանալու է։ Ու եկել ենք մասնակցելու ու իդեպ ասեմ, որ շատ լավ ներդրում են արել։ Ես համոզված եմ, որ տարիներ հետո հոգևոր ներուժը, որը որ պակասում էր մեր հայերիս մեջ, կդառնա ամբողջական, այսպիսի գեղեցիկ բարեգործական նկատառումների շնորհիվ։ Մեր ժողովուրդը հիմա գտնվում է սպասողական վիճակում, սպասում է թե երբ է լինելու հրաշքը, երբ է լինելու, չգիտեմ, այն զորությունը եւ այլն։ Ինձ թվում է սպասում են այս խոշորամասշտաբ շինարարությունը ավարտվի եւ Հիսուսը իր հովանու տակ վերցնի մեր ժողովրդին եւ առաջնորդի դեպի լուսավոր այդ երազանքների իրականացում։ Կլինի, անպայման կլինի։ Շատ հետաքրքիր օր է, վերջերս հիշում էի, որ Երևանյան լճի կառուցին եմ մասնակցել երևի 6-7 տարեկանում, հիմա 70 կինեմ եւ մի հատ շատ ավելի հզոր ինչ-որ աշխատանք ա դեմս կանգնած, որ չգիտեմ բառերս ինչպես արտահայտեմ, սա մեծ տոն է երևի մեզ համար, այս ծանր մեր օրերին, այս կառույցը մեզ մեծ հույս ա ներշնչելու, Աստված օրհնի այս գործը։ Սուրբ գործ է, քանի որ նման արձան ունենալ Հայաստանում դա իսկապես հպարտություն է։ Մաղթում եմ ամբողջ աշխարհի հայությանը, որպեսզի նրանք կան եւ իրենց լուման ներդնեն թեկուզ չնչին քանակով, թեկուզ իրանց մասնակցությամբ այս հայրենանվեր գործի։ Ես Կապանից եմ, Սյունիքից, քանի որ հիմա այստեղ եմ ապրում, սովորում եմ բուհում եւ պետք է մասնակցեի նախաձեռնությանը, խնդրեցի, որպեսզի Կապանից հենց մեր այգուց մի փոքր հող ուղարկեն, որպեսզի Սյունիքի Կապանի մի մասնիկը նույնպես լինի այս հսկա շինության հիմքում, այս մեծ նախաձեռնության մի մասը դառնա։ Կամավորներին շնորհեցին հավաստագրեր, վկայություն առ այն, որ նրանք մասնակցել են Քրիստոսի արձան համալիրի կառուցման աշխատանքներին։ Իսկ օրն ամփոփվեց հատիսի գագաթին բռնած շուրջպարով։